Սաղմոս 23 Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը, իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում, իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է։ Հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերումը, և Տիրոջ տանը կբնակվիմ շատ երկար ժամանակ։ Հալելույա, փառք քեզ Հիսուս, ամեն ժամանակ Տեր կմեծարենք քեզ, կփառավորենք քո սուրբ անունդ իմ Տեր, հալելույա։ Bye.
Արքաների արքա Հալելույա ամեն շնորհակալ ենք Ողջ փառքը միայն քոնն է Ամեն Sarechon arven yetzorere tzve, tzovenu astere
Ժամե ահա գալիս է նա մեզ տուն տանելու Եվ փառքը նրա կտեսնի աշխարհն ամբողջ Ժամը նրա կտեսնի աշխարհն ամբողջ Երկրի վրա ապրող ազգերը պիտի տեսնեն Երբ Տերը մեր գալիս է հետ մեզ տուն տանելու Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Արքային Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Արքային Խամարի որդի լսեք արքան Եվ խոսքն ասող գործում է ողջ երկրի վրա Աշխարհի որդի տեսեք որ լույսն է գալիս Ժամե ահա գալիս է նա մեզ տուն տանելու Եվ փառքը նրա կտեսնի աշխարհն ամբողջ Եվ սերը նրա կտեսնի աշխարհն ամբողջ Երկրում ապրող ամեն մի մարդ պիտի տողա Եվ իր խոսքն ասի այո կամ ոչ դժոխք թե դրա Իսկ մենք ասում ենք այո հալելույա Այո հալելույա Այո հալելույա Արքային Այո հալելույա Այո հալելույա Այո հալելույա Արքային Տերը գալիս է հետ, նա գալիս է հետ, ահա լսի, գալիս է նա շուտով, ժամն է գալիս, արդյոք պատրաստ ես դու, ասոր կոչով միացիր նրան, մեծ օրհնի Եվ մենք ասում ենք այո հալելույա Այո հալելույա Այո հալելույա Արքային Այո հալելույա Այո հալելույա Այո հալելույա Արքային Երկիր նրա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Արքային Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Արքային Հարքեզի զորավոր Տեր, օրհնում ենք քո սուրբ անունը, փառավորում ենք քեզ Տեր ամեն ժամանակ, նեղության եւ ուրախության պահին Տեր ջան, փառավորվես դու Տեր, որ դու մեր հայրն ես, որ դու մեր ապավենն ես, որ դու մեր կյանքն ես, փառք քեզ իմ Տեր Աստված, Տերս շնորհակալ եմ այս պահի համար Տեր, Եվ հիմա այս կարիքները բարձրացնում ենք քո որդիների հետ միասին, Տեր ջան, քո սուրբերով աղոթք ենք բարձրացնում այս կարիքների համար եւ կանչում ենք քո սուրբ ներկայություն այս կարիքների վրա։ Թող լինի բժշկություն, Տեր ջան, թող լինի ապաշխարություն, թող
ամեն չարի գործ խափանված լինի յուրաքանչյուրի կյանքերից եւ ոչնչանա չարը բոլորի կյանքերից Հիսուսի զորավոր անունով փառք ու պատիվ քեզ Տեր ջան թող այս կարիքները պատասխանվեն քո կամքի համեմատ փառք քեզ Տեր ամեն Կարող եք նստել սիրելիներ ջան Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հովիվներին, իմ Աստծուն, որ այս հնարավորությունը ունեմ այստեղից ձեր հետ կիսվելու Աստծու խոսքով։ Փառք Տիրոջը։ Եվ կուզեմ ասեմ, որ արդեն 3 տարի եւ ավել կլինի, որ ինչ ես եւ իմ ընտանիքը ապաշխարել ենք եւ եկել ենք Տիրոջը, Փառք Աստծուն։ Ասեմ ձեզ, որ ինձ Աստծոտուն բերել է հենց Աստծո նկատմամբ սերը, փափագը։ Ես փափագում էի Տիրոջը եւ ուզում էի իր խոսքով ապրեի։ Ես խոսքի կարոտ էի զգում, խոսքի ծարավ էի զգում։ Եվ ինչքան էլ որ լսում եմ, ինչքան էլ որ ես կերակրվում եմ այդ խոսքով, ելի քիչ է, ելի ես ցանկանում եմ օգտվեմ այդ կերակուրից։ Եվ հիմա ես ուզում եմ ասել այն իրավիճակի համար, երբ որ մենք գալիս ենք Աստծոտուն, մենք պետք է կենտրոնանանք Աստծու վրա, ու մեր ուշադրությունը դարձնենք Աստծուն եւ կարեւորենք նրա խոսքը, նրա գործերը եւ որպեսզի կատարվի նրա կամքը մեր կյանքում, որովհետեւ երբ որ մենք փառավորում ենք Աստծուն, նրա կամքը դրսևորվում է մեր կյանքերի մեջ։ Իսկ ինչպես ենք մենք փառավորում Աստծուն, ինչպես ուղակի խոսքերով ոչ։ Մենք փառավորում ենք Աստծուն գործերով, մենք գալիս ենք Տիրոջ տուն։ Իր ամեն մի խոսքը փորձում ենք կատարենք եւ ապրենք իր կամքով։ Եթե սխալել ենք գործում, ապա պիտի փորձենք ապաշխարենք եւ հետ դառնանք սխալ ճանապարհներից։ Եվ իսկապես այդ դեպքում մենք կօրհնվենք։ Եվ կուզենամ ընթերցել Հովհաննես 6-րդ գլխի 26-ից 27 խոսքը։ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, բայց որ հացից կերաք եւ կշտացաք։ Գործեցեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի որդին կտա ձեզ, որովհետև Աստված Հայրը կնքեց նրան։ Գիտեք, այս խոսքում Հիսուսը հենց մեզ սովորեցնում է, որ մենք, երբ որ գնում ենք Հիսուսի հետևից, երբ որ քայլում ենք Հիսուսի հետ, մենք պետք է փորձենք Հիսուսին հաճելի լինենք, այլ ոչ թե մեր կարիքների համար մենք միշտ խնդրենք. Տեր օգնիր մեզ այս հարցում, Տեր օգնիր մեզ այն հարցում։ Տերը նայում է մեր սրտին, մենք ինչքանով ենք մենք իրեն նվիրվում, ինչքան ենք իրան սիրում։ Երբ որ մենք սիրում ենք իրեն, փորձում ենք ամեն ձևով օգտակար լինենք, մարդկանց բերենք ապաշխարության, Տերը մեզ օրհնում է։ Ես կարող եմ հաստատ համոզված ասել, որ Տերը օրհնում է, որովհետև իմ կյանքում էլ եղավ նման իրավիճակ։ Գիտեք, մինչև Աստծուն գալը, մինչև մեր ապաշխարությունը, մենք ապրում էինք դժվար մի ժամանակաշրջան։ Ունենք ֆինանսական լուրջ խնդիր։ Իրականում աշխատանքը կար, Տերը ողորմում էր, աշխատանքը կար, գալիս էր գումարը, բայց արդյունքում մենք այդ գումարով չէինք օրհնվում։ Իրականում գումարը գալիս էր, բայց մենք չէինք տեսնում օրհնությունը։ Փոխարենը մենք ունեինք պարտքեր եւ մի շարք այլ խնդիրներ, նույնիսկ առողջական խնդիր ուներ ամուսինս, որ գանված էր անկողնում եւ չէր կարողանում նույնիսկ շարժվել։ Բայց նույնիսկ այն ժամանակ, որ ես Տիրոջը չէի ճանաչում, խնդրում էի Տիրոջը, ասում էի Տեր, հասի եւ օգնիր իրեն, հավատքով։ Եվ փառք Տիրոջը, ես կարող եմ ասել, որ Տերը փրկեց մեզ եւ բերեց հաստատեց Տիրոջ տան մեջ իմ ընտանիքի հետ միասին։ Եվ ասեմ ձեզ, որ ես գալիս էի այստեղ իմ քույրերը, եղբայրները, հովիվս, որ քարոզում էր Աստծո խոսքը եւ իրենց կյանքից հրաշքները վկայում էին։ Ես իսկապես այնքան հավատքս լցվում էր, որ ես հավատքով լցվում եմ եւ ասում էի Տեր, ես հավատում եմ, որ ես էլ եմ այտենց հաջողության հասնելու, իմ ընտանիքն էլ է հաջողվելու, իմ երեխաներն էլ են օրհնվելու, փառք ես Տեր։ Եվ գիտեք, որ խոսքի հիման վրա ես հիմնականում հիմնվում,
Երբ որ Տերը ասում էր Մաղաքիա 3-րդ գլխի 10-րդ խոսքում, երբ որ ասում է ամեն ձեր ստացվածքը բերեք Տիրոջ տան մեջ, թող Տիրոջ տանը պաշար լինի, ձեր տասանորդները։ Այո, եւ մենք հիմա ես եւ ամուսինս որոշում ենք կայացրել եւ մեր տասանորդները օժնում ենք եւ բերում ենք Տիրոջ տան մեջ։ Ուրախ սրտով ենք բերում, առանց ինչ որ մտածելու, առանց ինչ որ կասկածելու։ Մենք հավատում ենք, որ Տերը օրհնելու է եւ փառք Տիրոջը մենք այսօր չունենք պարտքեր, չունենք նեղ իրավիճակներ, այն նեղ իրավիճակներ, որ չեն կարողանում դուրս գալ, բայց հիմա մենք Աստծու հետ փորձում ենք այդ դժվար պահերը հաղթահարել, ճեղքել եւ դուրս գալ։ Փառք Հիսուսին։ Եվ փառք Տիրոջը։ Ամեն։ Ամենակարողի շուքի տակ է հանգչում, ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին հուսացած է։ Բարձրալից անցկոցի տակ բնակողը, ամենակարողի շուքի տակ է հանգչում, ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին հուսացած է։ Նա փրկեց ինձ մահից, որսողի վարագայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերին ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, որսողի վարագայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերի տակ ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա։ Չի մոտենա, եթե կանչես դու նրան, տեսնալաս պատասխան, նա քեզ հետ է, անիծյալ, օրհնել է քո տունը, փրկել է քո որդքած, բարձրացնել է, ապահովել քեզ համար։ Եթե կանչես դու նրան, կստանաս պատասխան, նա քեզ հետ է, անիծյալ, օրհնել է քո տունը, փրկել է քո որդքած, բարձրացնել է, ապահովել քեզ համար։ Նա փրկեց ինձ մահից, որսողի վարագայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերի տակ ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, որսողի վարագայթից, ինձ շարման չի մոտենա,
ամենակարողի շուքի տակ է հանգչում ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին ուսացած է նա փրկեց ինձ մահից որսողի որոգայթից ինչ շարվան չի մոտենա նրա թևերի տակ ապահով եմ և վստահ ինչ շարվան չի մոտենա նա փրկեց ինձ մահից որսողի որոգայթից ինչ շարվան չի մոտենա նրա թևերի տակ ապահով եմ և վստահ ինչ շարվան չի մոտենա ինչ շարվան չի մոտենա Հալելույա փառավոր Աստված շնորհակալ ենք որ դու մեզ պահում ես մեր որդկանց մեր ընտանիքները Տեր ամեն մեկիս ընտանիքը դու պահում ես ողորմում ես պաշտպանում ես օրհնյալ լինի քո անունը Տեր ջան օրհնյալ լինի քո անունը շնորհակալ ենք այսօր ասում ենք քեզ շնորհակալություն գոհություն փառք պատիվ որովհետև այս ամենը ինչ որ մենք տեսնում ենք մեր կյանքերում մեր ընտանիքներում մեր երեխաների կյանքերում մեր թոռների կյանքերում սա պատահական չի Տեր սա քո ձեռքն է քո հրեշտակներն են որոնց դու հրամայել ես որ պահեն մեզ մեր բոլոր ճանապարհներում նրանք ձեռքերի վրա են տանում մեզ որ մեր ոտքն էլ քարին չդիպցնենք Տեր շնորհակալ ենք քեզանից օրհնում ենք քո սուրբ անունը Հիսուս հալելույա ամեն Փառք Տիրոջը Տերը օրհնի ձեզ սիրելիներս հալելույա իսկականից գիտես տեսնում ենք 4 բոլորը ինչեր է կատարվում կա մի որսորդ որը չի երևում որսորդ հոգևոր որսորդ նա չի երևում բայց նա այցելում է ընտանիքներ նա այցելում է տներ եւ նա որսում է նրանց ում որ ուզում է ում առաջ որ դուռ կա բացված ովքեր որ դուռ են բացել նրա առաջ այդ չերևացող որսորդը որի անունը սատանա է իր դևերի հետ միասին այցելում են այդ տները եւ այդ տները խառնում են իրար եւ այդ տները քանդում են ով է հավատում որ սա ճշմարտություն է եւ հենց այս երգը հենց այդ է խոսում հենց այդ բանի մասին է որ դու պահեցիր մեզ որսողի որոգայթից 91 Սաղմոսում է գրված Փառք մեր Աստծուն Տերը պահում է մեզ մենք հավատում ենք որ Տերը պահում է Տերը նորոգում է մեզ Տերը նորոգում է մեր ներքին օրգանները մեր սիրտ անոթային համակարգը Տերը նորոգում է մեր լիարդը մեր երիկամները եւ բոլոր օրգանները հավատում ես որ Տերը կարող է նորոգել Ես այսօր մի դրվագ խոսեմ օրինակ կբերեմ այդ մասին ոնց Աստված շատ դեպքերում ինքը մտնում է մարդու կյանքը եւ մարդու կյանքը նորոգում է միայն թե մարդուն հարկավոր է հավատք ով է կարդացել այնտեղը որ Աստված ասում է ամեն բան հնարավոր է հավատացողին իսկ հավատքը ինչ է հավատքը վստահություն է հնազանդության հետ միասին վստահել Աստծուն եւ հնազանդվել Աստծուն դա կոչվում է հավատք եւ Աստծուն դու կբացես դուռ Աստծո համար եւ Աստված կմտնի քո կյանքի մեջ Խոսքը որ ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ վերնագրել եմ այսպես դեղ դիր աչքերիդ որ տեսնես դեղ դիր աչքերիդ որ տեսնես որովհետեւ մենք հոգեվորները ժամանակ առ ժամանակ Ասնում են տարիներ, հոգևորի մեջ ենք, հավատքի մեջ ենք, երբեմն հիասթափվում ենք, երբեմն հոգնում ենք, երբեմն ձանձրանում ենք եւ թուլանում ենք հավատքի մեջ։ Երբեմն չենք կարդում, մտածում ենք արդեն կարդացել ենք, սկսում ենք քարոզներով ապրել, միայն լսել քարոզներ։ Բայց Աստված ուզում է որ դեղ դնես աչքերիդ, որ տեսնես։
Դեղը որն էր։ Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսքում հիշում եք, Աստված Հեսուին Մովսեսի մահից հետո ինչ խորհուրդ տվեց։ Ասեց տղա ջան, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Այլ գիշեր ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես նրա միջի բոլոր գրվածի պես։ Որովհետև այդ ժամանակ հաջողակ կլինես, խելացի կլինես եւ հաջողակ կլինես։ Երբ որ այս օրենքի գիրքը ամեն ժամանակ կարդաս եւ խոսես, բերանիցը չհեռանա։ Ուրեմն առակա 4-րդ գլխի 20 խոսքում ասում է որդիս, աղջիկս, իմ խոսքերին ուշադրություն դարձրու, թող քո աչքերի առաջից չհեռանա։ Հենց սա է դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Բայց ցավոք սրտի այսօր շատ հոգևորներ թողել են կարդալը։ Մի հետաքրքիր Աստծո ծառա, կարծեմ Լեստեր Սամրալներ, ասեց Տեր ասում է, այս իմ ժողովուրդը, քանի նորա հոգի է, հրաշքներ անում, դևեր է վռնդում, դևեր է հանում, բժշկություններ ձեռք են դնում, կատարում, ասում է հենց մի քիչ աճում են, տարիներ անցնում, ոմանց էլ դոկտորի կոչում են տալի հոգևոր, ասում է մոռանում են դև հանելը, բժշկություն արեն, արդեն դոկտոր են իրանք։ Արդեն դոկտոր են։ Դրա համար ասում է հետաքրքիր է, մարդիկ մեծանում են ու մոռանում են այս ամեն ինչը անելը։ Դրա համար, որովհետև նաև մոռանում են դեղ դնեն, Աստծո խոսքին ուշադրություն դարձնեն։ Ես ուզում եմ մի դրվագ կարդամ Մատթեոս 15-րդ գլխից, առաջի խոսքից։ Այն ժամանակ Երուսաղեմացի դպիրները եւ փարիսեցիները Հիսուսի մոտ եկան եւ ասեցին. «Ինչու համար քո աշակերտները ծերերի ավանդությունները զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լվանում, երբ որ հաց են ուտում»։ Պատկերացնում եք փարիսեցիները դպիրները, որոնց Հիսուս ասեց. «Վայ ձեզ, փարիսեցիներ, դպիրներ»։ Նրանք լավ գիտեին Աստվածաշունչը, դպիրները, փարիսեցիները, բայց Հիսուս ասում էր վայ ձեզ, որովհետեւ քննադատում էին, կեղծավորներ էին, որովհետև Աստծո խոսքով ապրում էին, բայց կեղծավորությամբ առանց սիրո։ Եվ Աստծո որդին իրենց մեջ էր, քննադատում էին Աստծո որդուն իր աշակերտների հետ միասին։ Տեսեք, Հիսուսն էլ նրանց ինչ ասում, նա էլ պատասխան տվեց, ասեց նրանց. «Ապա դուք ինչպես եք Աստծո պատվիրանքը զանց անում ձեր ավանդությունների համար»։ Այսինքն ձեր ուշադրությունը ավանդությունների վրա է, ոչ թե Աստծո խոսքի կամ պատվիրանքների։ Բա դուք ինչ եք սխալվում, որովհետև Աստված պատվիրեց եւ ասեց. «Պատվիր քո հորն ու մորը, եւ իր հորը կամ մորը բամբասողը մահով մեռնի»։ Բայց դուք ասում եք, թե ով որ հորը կամ մորը ասե պատարագ է, այն որ ինձանից պիտի շահվեիր, նա թող չպատվե իր հորը եւ մորը։ Ձեր ավանդությունների համար Աստծո պատվերը խափանել եք։ Սա ինչ է նշանակում այսքան տեղը։ Ասում է դուք որ ասում եք ձեր հորն ու մորը, այն ինչ որ ձեզ պետք է տամ, օգնեմ, պատվեմ, դա տալիս եմ Աստծուն։ Դրա համար կներեք, չեմ կարող ձեզ տալ։ Դուք խափանում եք Աստծո պատվիրանը։ Դուք ձեզանով գծել եք մի քառակուսի, մտել եք մեջը, մտածում եք դա աստվածապաշտություն է։ Խափանում եք Աստծո պատվիրանը ձեր պատվիրանների պատճառով։ Կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեր մասին Եսայան ասելով. «Այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ եւ շրթունքներով է ինձ պատվում, բայց իրենց սիրտը ինձանից հեռացած ջոկված է։ Զուր տեղն են պաշտում ինձ, վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ է»։ Պատկերացրիք, Տերը ուզում է, որ մենք իրեն սիրենք, մենք իրեն պատվենք Աստծո խոսքով, հոգով եւ ճշմարտությունով, բայց մարդիկ հորինել են պատվերներ, ավանդություններ եւ պաշտում են Աստծուն այդպես։ Կրոնը հենց դա է։ Կրոնը նա է, որ մարդը պաշտում է Աստծուն այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց ոչ թե այնպես, ինչպես Աստված է ուզում։ Եվ դպիրներն ու փարիսեցիները պաշտում են իրանց ձևով։ Եվ դրա համար Աստված ասում է դու մենակ ձեր բերանով եք ինձ պաշտում, բայց ձեր սիրտը հեռու է ինձանից։ Աստված սրտերի Աստված է։ Աստված ուզում է, որ մենք սրտով, հոգով, ճշմարտությունով պաշտենք։ Ամեն։ Իսկ դրա համար ինչ է պետք։
պետքա որ մենք դեղ դնենք մեր աչքերին, որ տեսնենք։ Եվ դեղը խորհուրդը այս դեպքում Աստվածաշունչն է, հոգևոր առումով, որ դու միշտ պետք է կարդաս, մտածես խոսքի վրա, ապրես Աստծո հետ, քո սրտով պաշտես Աստծուն, ոչ թե շրթունքներով միայն։ Հալելույա, փառք ես։ Բայց սիրտդ հեռու է Աստծուց։ Նորից կրկնեմ, Աստված սրտերի Աստված է։ Աստված ամեն օր կարող է քո սրտի միջից քեզ հետ խոսի։ Բայց քանի որ դու չես ճանաչում, ասում կեղծավոր, դպիր, փարիսեցի, միայն գիտես անգիր խոսքը, բայց սիրտդ հեռու է Աստծուց։ Սիրտդ ավելի շատ քո ագահությունների, քո ունեցվածքի, քո գործերի հետ է։ Դու հետ ես սիրում, դրա մեջ ես ապրում։ Դրա համար ասма, Տերը ասма կեղծավորներ, դուք մենակ բերանով եք պաշտում, ձեր սիրտը իմ հետ չի։ Աստված ուզում է, որ մեր սիրտը Աստծո հետ լինի։ Ոչ թե բերան մտնողն է պղծում մարդին, այլ բերանից դուրս եկողն է, նա է պղծում մարդին։ Այն ժամանակ նրա աշակերտները մոտ գալով ասեցին, գիտես, որ փարիսեցիները այն խոսքերը լսելով գայթակղվեցին, գնացին։ Նա էլ պատասխան տվեց, ասեց. ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չտնկեց, կպոկվի։ Թույլ տվեք նրանց կույր առաջնորդներ են կույրերի, երբ որ կույրը կույրին առաջնորդ է, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։ Տեր ասում է, թույլ տվեք թող գնան, ոչինչ, որ գայթակղվում են։ Դա նորմալ է, որովհետև այն մարդիկ, որոնց իմ հայրը չի տնկել եկեղեցու մեջ, նրանք պետքա գնան, պետքա գայթակղվեն։ Թույլ տվեք թող գնան, որովհետև նրանք կույր են հոգևոր եւ կույրերի առաջնորդներ են։ Գիտես, շատ եմ տեսել առաջնորդներ, ավակներ եւ տեսել եմ նրանց հոտը, իհարկե մի քանի հոգուց բաղկացած եւ հնարավոր է նաեւ շատ էլ լինեն։ Երբ որ նայում ես այդ մարդկանց վիճակը, ծայրահեղություններ են կամ ծայրահեղ աղքատության մեջ են տառապում, հոգևոր կուրության, կամ ծայրահեղ մեկ այլ բանի, մեղքերի եւ ինչ-որ բաների մեջ են ապրում։ Բայց նաեւ կարող է եւ առատություն էլ լինի իրենց կյանքում, հնարավոր է եւ լինի, բայց դա էլ է ծայրահեղություն։ Դրա համար Տեր ասում է, կույրը կույրին չի կարող առաջնորդը։ Դու պետքա լավ հասկանաս ով է քո առաջնորդը, ով է քո ավակը, նա արդյոք կապ ունի Աստծո, կենթանի Աստծո հետ։ Թե ուղղակի դպիրների եւ փարիսեցիների նման միայն դուրս է գալի քեզ Աստծո խոսք է խոսում, բայց նրա կյանքում չկա Աստված։ Ու չէ երևում Աստծո գործերը։ Ով հասկանում ինչ եմ։ Դրա համար հետևի ոչ թե կույրերին, հետևի մարդկանց, որոնք տեսնում են, որոնք դեղ են դրել իրանց աչքերին, որ տեսնեն, որոնք ճանաչում են Քրիստոսին, լսում են Քրիստոսին։ Դա է իրական։ Կասես Հովի ջան, լավ, մեր եկեղեցին էլ ասենք թե տեսնում է, լսում է Աստծուն, բայց իմ կյանքս ինչի է այսպես։ Իմ կյանքս չի փոխվում։ Սիրելիս, քո կյանքն էլ չի փոխվում, որովհետև քո կյանքում չկա երազանք, չկա հավատք։ Դու նույնպես սառել ես, նստել ես, սպասում ես ինչ-որ բան ինքը իրան կատարվի։ Ասեմ ձեզ, հոգևոր կյանքում հենց ինքը իրան ոչինչ չի կատարում։ Եթե դու չսկսես հավատալ, կասես ես հավատում եմ, ուրեմն չես հավատում, որ բան չի փոխում քո կյանքում։ Քրիստոսը սուտ չի խոսում, ես շատ հոգևորներ եմ տեսել, որ իրանց կյանքում բաներ է փոխվում։ Շատ բաներ, ոնց գալիս են եկեղեցի փոխում է, սաթիկը նոր վկայեց, ու սաթիկի պես շատ մարդիկ ունենք, որ կվկայեն, որ գալիս են Աստծուն եւ իրանց կյանքում ինչ-որ բան սկսում է փոփոխվել, դեպի լավը։ Ես էլ եկա Աստծուն, ես լրիվ 28 տարեկան հասակում արդեն, իմ ընտանիքը արդեն քայքայված էր, կինս մահանում էր, ես մահանում էի, որովհետեւ դևերը լցվել էին մեր կյանքը եւ խափանում են, ջախջախում են մեզ։ Ու մենք այդ տարիքում երիտասարդ արդեն քայքայված էինք։ Բայց մի օր Տերը մեզ այցելեց, ինչ-որ հավատացյալների միջոցով, որից մի անգամ հիշում եմ իմ մորաքույրն էր, որ իր հետ վերցրեց եւ եկան ինչ-որ թիմով, աղոթեցին մեր համար եւ մեր կյանքում սկսեց փոփոխություններ։ Ես գիշերները չէի քնում այդ ժամանակ։ Դևերը ինձ այցելում էին։ Ամեն գիշեր ժամը 2:20 Ես երբ որ արտանում եմ ժամը գիտեի, այս ժամին գալու են։
Եվ ես տեսնում էի իրանց շողքերը, իրանց դեմքերը զզվելի ու վախենում սարսափում էի, բայց ցերեկը ոնց ասեմ, մեզանից լավ տղա չկար քաղաքում։ Մեզ ամենակարողի տեղն էինք դրել դրսում, մանավանդ եթե արփած էինք լինում։ Բայց գիշեր չենք կանգ քնեինք, որովհետև սատանեքը, դևերը հայտնվում են իմ կյանքում։ Բայց Տերը եկավ, աղոթք եղավ, Հիսուսին Տեր ընդունեցի, ծնկի եկա, ապաշխարեցի հենց այդ օրվանից քնեցի, ու էլ չեկան դևերը։ Կասեք, ես հովես ինչա պատմում։ Դա իրականություն է, սիրելիներս։ Գոհություն ունեն անտեսանելի ուժեր։ Թե բարի, թե չար։ Թե դևեր, թե Աստծո հրեշտակներ։ Դրանք գոհություն ունեն, դու հավատաս, թե չհավատաս, Աստվածաշունչն է ասում։ Եթե դրանք գոհություն չունենային, Աստծո հրեշտակները չէին շարժվի, մենք չէինք զգա։ Եթե այդ անտեսանելին չլիներ, դևերը, սատանան իր չարություններով չէր լինի։ Եթե դրանք չլինեին, մարդը մարդուն թուղթուգիր ու կախարդություններ չէին անի։ Ես չեմ մոռացա, երեկով էր իմ հետ խոսում, ասեց, որ հիշեցի։ Ամուսնուս, ասма կինը, ինչ-որ մեկի կինը բաժանվում է իր ամուսնուց և գնում են կախարդների մոտ։ Ամուսնուն կախարդություն են անում և ամուսին անգնում է ծանր պարտքերի ու խնդիրների մեջ։ Ուղիղ դրանից մի ամիս հետո։ Դա կախարդություն է։ Եվ նման լիքը բաներ կա։ Դա ցույց է տալի, որ գոհություն ունեն անտեսանելի ուժեր, հոգիներ, որոնք մենք չենք տեսնում, բայց նրանք շատ իրական են։ Տեր ասում է, դեղ դիր աչքիդ, որ տեսնես, որ հասկանաս։ Իմ կյանքում մի քանի դեպքեր եղել է, երբ որ չարը ուզեցել է ինձ խփի կամ իմ ընտանիքին, Տերը նախորոք ինձ ցույց է տվել, ասենք թե մի շաբաթ առաջ, 10 օր առաջ, մի ամիս առաջ։ Մահվան ոգին մտել է իմ տունը, որ իմ տնից մարդ տանի, Տերը ինձ ցույց է տվել։ Մեռած մարդը երազի մեջ, ես տեսնում եմ, մտնում է մեր տուն։ Եվ ես չեմ հասկանում դա ինչա, բայց այդ մարդուն ճանաչում եմ, նա չար մարդ էր։ Եվ ես նրան վռնդեցի տնից, դուռը փակեցի եւ արթնացա, այսինքն նրան վռնդեցի դուրս իմ տանից եւ դուռը կողպեկով կողպեցի եւ հետո արթնացա Տիրոջը հարցրեցի, Տեր, ես ինչ էր, եւ Տերը ասեց, մահվան ոգին է եկել է, որ հորդ տանի։ Եվ անցավ մի քանի ամիս հորս խփեց այդ ինֆարկտը, շատերդ գիտեք, ել եմ վկա է, եւ պապաս չմահացավ, 4 կողմից սիրտը ճաքել էր, մահացած էր հիվանդանոցում, եւ Աստված ինձ ասեց, ինչա, սպասում ես բժիշկները բուժեն, չեմ բուժի, մահացած է, դուրս արի ու սկսի աղոթել։ Դուրս եկա, աղոթեցի 10 րոպե, խաղաղություն եկավ եւ Տերը ասեց, լավ, բավական է, մտի ներս, ես քո հորը նոր սիրտ եմ տալի, որ քո հայրը ապրի։ Նոր սիրտ եմ տալի, բայց իրան ասա, որ այդ սիրտը ես եմ տվել իմ համար։ Եթե եկեղեցում կլինի, կապրի, չէ կմեռնի։ Մտա տենց էլ հայրս կենթանացավ, տեսա, ասեցի, 2 տարի ապրեց։ Եղավ եկեղեցում, այցելեց, կարդաց, նրանից հետո սիրեց աշխարհը։ Դեմասը սիրեց աշխարհը։ Պողոս Առաքյալը։ Գնաց աշխարհ ու մահացավ։ Մի ուրիշ հիվանդություն բռնեց նրան, 6 ամսվա ընթացքում տարավ, ու Տերը ինձ դա էլ ցույց տվեց, որ սենցա լինելու 35 կիլոնի հարելու է ու մահանալու է։ Օրհնյալ լինի Տերը, դա ցույց է տալի Աստված, երբ որ դու Աստծուն սիրում ես եւ Աստծո հետ կապ ունես, երբ որ քո աչքերը տեսնում են, դու տեսնում ես, Տերը ցույց է տալի, որովհետեւ ես կարդում եմ Աստվածաշունչ եւ ունեմ աղոթքի կյանք։ Ամեն։ Ղուկաս 10-րդ գլուխ, եւ նույնը կարող է քո կյանքում լինել, եթե դու որոշես Տիրոջ հետ ապրել։ Կարդաս Աստծո խոսքը ամեն օր։ Լսես կամ ես լսում եմ հիմա, աուդիո լսում եմ։ Իմ հեռախոսի մեջ ծրագիր կա, միացնում լսում եմ։ Եվ դա ինձ հայտնություններ է տալի։ Աստծո խոսքը գրականություն չի, որ կարդաս մի անգամ ու վերջ, հիշելով ապրել։ Աստծո խոսքը դա երկնքից իջած հացն է, որ դու պետքա կարդաս, որ սնվես, որ քո հոգին սնվի, որ դու ապրես, որ քո հոգին տեսնի։ Ինչ որ խոսում եմ
հոգու աչքերի մասին։ Դեղ դիր աչքիդ, որ տեսնես։ Ֆիզիկական աչքերը տեսնում են, բա հոգու աչքերը։ Աստված, երբ որ դեղ ես դնում աչքերիդ, քեզ ցույց է տալի, ապագայում քեզ օրհնություններ է սպասվում, ցույց է տալի, դու գիտես, տեսիլք է տալի, հավատում ես դրան ու կատարվում է։ Ապագայում սատանան որոշել է հարձակվի քո կյանքի վրա, քո ընտանիքի անդամների, ցույց է տալի, դու տեսնում ես ու պատերազմում ու խափանում ես այդ ծրագրերը։ Մեր կյանքը սենց է, ուզես չուզես, հավատաս թե չհավատաս, այս աշխարհը Տեր ունի եւ այս աշխարհում չարիք կա։ Ավելի լավ է հավատաս, որ պահես քեզ ու քո տունը, քո հավատքով, Աստծո խոսքով։ Ղուկաս 10-րդ գլուխ։ Ղուկաս 10-րդ գլուխ 38-ից 42 խոսքերը։ Մի պատմություն է այստեղ, որը նորից մեզ ինչ-որ հայտնություն կտա։ Եվ եղավ, որ նրանք գնալիս ինքն էլ մի գյուղ մտավ եւ մի կին անունը Մարթա ընդունեց նրան իր տունը։ Եվ նա մի քույր ուներ անունը Մարիամ, եւ սա Հիսուսի ոտների մոտ նստած եւ լսում էր նրա խոսքերը։ Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր, եկավ կանգնեց, ասեց. Տեր, հոգը չէ, որ քույրս ինձ մենակ թողած ծառայելու, ուրեմն ասիր դրան, որ օգնի ինձ։ Պատկերացնում եք, Հիսուսը եկել է իրենց տուն, Մարթայի տուն, Մարթան սուրճ է դնում, հյուրասիրություն է անում, չգիտեմ, հյուրասիրություն է անում, իսկ Մարիամը նստած Հիսուսի ոտքերի կողքը լսում է Աստծո խոսքը։ Եվ քույրը ասում է. Տեր, ասա թող գա ինձ օգնի, էլի։ Սրա վախտը չի, որ ինքը գա քո կողքը նստի, թող օգնի, սեղան գցենք եւ այլ հյուրասիրություն անենք։ Հիսուսը պատասխանեց, ասեց նրան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղված ես, բայց մեկ բանն է պետք։ Մարիամը բարի բաժինը ընտրեց, որ վեր չի առնվի նրանից։ Երբեմն մենք շատ զբաղված ենք Մարթայի պես։ Մեր համար այն երկրորդական, երրորդական բաները ավելի կարևոր են լինում, քան թե առաջնային Աստծո խոսքը։ Ով է համաձայն դրա հետ։ Ես էլ եմ նկատում, այնքան զբաղմունք կա իմ կյանքում, այնքան զբաղմունք, որ ժամանակ չի լինում Աստծո խոսքը կարդալ, մտածել, ապրել։ Դրա համար, սիրելիներս, Հիսուսը պարզ ասեց, այդ քո հյուրասիրությունը լավ բան է, վատ չի, բայց ավելի կարևոր է Աստծո խոսքը լսել։ Այդ որ զբաղմունք ունես եւ ճիշտ զբաղմունք աշխատում ես, չգիտեմ, եւ այլ, վատ չի, բայց համար առաջինը դա Աստծո խոսքն է, որ պիտի կարդաս, աշկերի դեղ դնես, որ տեսնես։ Ասես դու շատ զբաղված ես, բայց Մարիամը ընտրեց ավելի բարի բաժինը։ Հիմա քո կյանքում էլ շատ զբաղված ես, մարդկա տներն է մաքրում, մարդկա, չգիտեմ, ինչ որ հաց է սարքում, ճաշ է եփում, չգիտեմ, կանայք, տղամարդիկ ուրիշ բաներով են զբաղված եւ մոռանում են Աստծո խոսքին մոտենալ եւ կարդալ։ Ամեն։ Եվ դրա համար էլ կուրություն է գալի, հոգևոր կուրություն, մարդիկ սկսում են կուրանալ, սկսում են էլ չտեսնել, սկսում են թմրել, ու սենց ապրել իրանց կյանքը, առանց հավատացյալ անուն ունենալով, առանց հավատքի ապրում են մարդիկ։ Եվ դրա համար մարդկանց կյանքում ոչինչ չի փոփոխվում, մնում են նույնը։ Քանի որ չունես տեսիլք, քանի որ աչքերդ չեն տեսնում, դրա համար չի փոխվում կյանքդ, առաջ խաղացում չկա։ Թինք տվել ես մի կողմի վրա ու տենց ապրում ես 10 տարի։ Աստված, եթե ուզենա մի բան կանի էլի, Աստված չարես բանել չի լինի։ Աստված ուզում է ամեն բան լավ անի քո կյանքում։ Աստված ուզում է, որ դու առողջ լինես։ Աստված ուզում է, որ դու առատություն ունենաս։ Աստված ուզում է հարուստ լինես ամեն բարի գործի համար, բայց Աստված տեսնում է, որ քո ներսում հավատք չկա, կուրացել ես, տեսիլք չունես։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Դրա համար Աստված ուզում է, որ միշտ աշկերի դեղ դնես, որ տեսնես։ Որովհետև եթե չտեսնես, եթե տեսիլք չունենաս, քո կյանքում փոփոխություններ չի լինի։ Ով է ուզում լավ ապրի, լավ շորեր հագնի, բրենդային, լավ մեքենաներ վարի, լավ տներում ապրի, առողջ սնունդ ուտի, Տիրոջ համար մեծ ու շատ պտուղներ բերի, ուրեմն դեղ դիր աչքիդ, որ տեսնես, ամեն բնագավառում դու պիտի տեսնես։ Փառք մեր Հիսուսին։ Հայտնություն 3-րդ գլուխ, Լավոդիկիայի եկեղեցուն է խոսում Տեր այս համարը,
բայց նաև վերաբերվում է ամեն մեկիս։ 15 խոսքից։ Ուրեմն Հայտնություն 3:15։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Օթե ցուրտ լինեիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր, ինչ կույր եւ մերկ ես։ Ասма դու գիտ քո մասին ներկա դրությամբ գիտես, որ դու հարուստ ես, ամեն ինչ ունես, ամեն բան լավ է, բայց դու գոլ ես։ Դու ոչ տաք ես Աստծո խոսքի մեջ, ոչ սառն ես, դու գոլ ես։ Բայց հիմա քո վիճակը նորմալ է։ Մարդիկ կան, որ մի քիչ ունեցվածք ունեն, գործերը հաջողա, ասում են, բա որ Տերը իմ հետ չի, ո՞նց եմ ես սենց հաջողվում։ Բայց Աստծո խոսքը ասում է, ունեցվածքի շատությունից չի մարդու փրկությունը։ Այսինքն մի խապնվի նրան, որ դու լավ տներ ունես, լավ մեքենա, լավ ֆինանսներ, չգիտեմ, մի խապնվի դրան։ Տերը ասում է, ունեցվածքից շատությունից չէ քո փրկությունը։ Եվ ասում է, դու այսպես մտածում ես քո համար, բայց ասում է, դու իրականում չգիտես, թե դու թշվառ ես, ողորմելի, աղքատ, կույր եւ մերկ ես։ Տերը սրանով ցույց է տալի, եթե դու այդպես գոլ մնաս, քո ապագան լինելու ես արդեն աղքատ։ Տեսել եք հարուստ մարդկանց, որ հիմա իրենք աղքատ են, թշվառ են։ Ես շատ եմ տեսել։ Նախկինում հարուստ, բայց հիմա շատ թշվառ։ Ու Տերը սա է բացատրում, ասում է, եթե դու իմաստը խոսքի, եթե դու ապրես այսպես գաղջ, գոլ, իմիջայլոց, սառը, ուրեմն քո ապագան գնում է սրան։ Թշվառ, մերկ, սոված, կույր եւ մերկ, աղքատ։ Ամեն։ Դրա համար մեզ պետք է արթնանալ եւ գոլ վիճակի չմնալ։ Մի քիչ աշխարհիկ, մի քիչ հոգեվոր, հիմա շատ հոգեվոր ենք բոլորս։ Այ մի 5 ժամից հետո ով ենք մենք։ Դուրս են գալիս տեղից ու չգիտես ամեն մեկը ինչա դառնում, ով է դառնում։ Հարցը սրա մասին է, որ դու եւ ստեղ հոգեվոր պիտի լինես եւ դրսում պիտի հոգեվոր մնաս։ Քո միտքը պետքա նորոգված լինի, քո աչքերը պետքա միշտ դեղ դնես, որ տեսնես։ Եվ այս խոսքը տեսեք, կարդամ շարունակեմ 18 խոսքը, եւ խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս։ Կրակում փորձված ոսկին ինչներով կարող ասի։ Աստծո խոսքը 7 անգամ կրակով անցած է։ Մաքուր ոսկից ավելի մաքուր։ Գրված է, չէ՞ այս խոսքը։ Տերը էս ասում, ասում է իմ խոսք կրակում փորձված ոսկի առ ինձանից, այսինքն իմ խոսքը, որ հարուստ, իրական հարուստ լինես եւ հիմա, եւ հետո, եւ հավիտյանս հավիտենից, որ հանգի, կներեք, խրատ եմ տալի քեզ ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ որ հագնես։ Սպիտակ հանդերձներ, կրակում փորձված ոսկի, սպիտակ հանդերձները քո սրբության խորհրդանիշն են։ Իսկ Աստծո խոսքը մեզ տանում է սրբության, Աստծո վախը, եթե հնազանդվում ես։ Որ հանդերձներ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Տեսեք, կարա մարդու կյանքում մերկություն կա, որ դու ամաչես։ Տեր ասում է այդ ոսկին վերցրու ինձանից, կրակում փորձված իմ խոսքը դիր սրտիդ մեջ, որ սպիտակ հանդերձներ էլ հագնես, սրբությունդ, որ քո մերկությունը չերևա ու դու չամաչես։ Եվ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Լավոդիկիայի եկեղեցուն է գրում այս հատվածը Հիսուսը եւ մենք Կարնեի հետ եղել ենք Լավոդիկիայում, այդ եկեղեցում, հենց այս նույն եկեղեցում, որը գտնվում է հիմա Թուրքիայի տարածքում Հունաստանի կողմերից։ Իզմիր քաղաքով մենք իջանք Իզմիր եւ այնտեղից շարունակեցինք դեպի այն հողերը, որը պատկանել է առաջ Հունաստանին, բայց հիմա Թուրքիան գրավել է։ Եվ այս 7 եկեղեցիները հայտնության գրքի գտնվում են հենց Թուրքիայի տարածքում։ Եվ Լավոդիկիայի եկեղեցին այդ մի եկեղեցի էր, որը ուներ 2 ամֆիթատրոն։ Նրանք շատ զբաղված էին հաճույքներով։ Նրանք ամբողջ օր զբաղված էին իրանց հաճույքներով։
թողել էին Տիրոջ խոսքը։ Գիտեք ինչ է ասում դեղ դիր աշկերիդ, որովհետև այդ քաղաքում Լավոդիկիայում ժողովրդի հիմնական աշխատանքը դեղագործություններ, եւ նրանք աշկի դեղ էին արտադրում։ Եվ Հիսուսը հիշեցրեց այդ ձեր արտադրած դեղը դրեք ձեր աշկերին, որ տեսնեք, ձեր համար բուժում արեք, եւ ֆիզիկապես, բայց խոսքը գնում էր նաեւ հոգեվորապես աշկերի համար։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարի։ Դրա համար Աստված ամեն անգամ մեզ խրատում է, սովորեցնում է, հիշեցնում է, ամեն շաբաթ մենք հավաքվում ենք մեկտեղ։ Պատկերացրեք, որ չլիներ այս հավաքույթները, ինչ էր լինելու։ Հավատացյալ մնալու ենք մենք։ Կարող է մի տարի, 2 տարի մեզ ստիպելով մնայինք, բայց քանի որ մենք սովորություն ենք դարձրել ամեն Կիրակի շաբաթ օրերին լինենք եկեղեցում, Տերը միշտ մեզ խոսում սովորեցնում է։ Եվ Տերը ասեց, սա հավիտենական կանոն լինի ձեր համար, հավիտենական կանոն, ումը որ դուր չի գա սա, Տերը ասում է կտեսնեք նրանց դիակը ընկած, որոնց որդը չի սատկի եւ կրակը չի հանգչի։ Մարմինը որ ընկնում է, որդերը շատանում են։ Գիտեք, հենց մարդու միջից է որդը սկսում իրան ուտել։ Փառք մեր Հիսուսին։ Դատավորած 16-րդ գլուխ ուզում եմ բացեմ, դատավորած 16 եւ 19 խոսքից։ Սա մի օրինակ է մի հավատացյալի, որի անունն էր Սամսոն։ Օծյալ տղա, մանկությունից օծված ուժով նա կարողանում էր մի անգամից 1000 հոգու թշնամու բանակի մեջ մտնել եւ սպանել։ Կարողանում էր քաղաքի դռները վերցներ, հաներ սարի գլխին դներ, ուժ ուներ, բայց կուրացել էր, հետո կուրացրեցին ֆիզիկապես։ Կարդանք պատմությունը, եւ Դալիլյան նրան իր ծնկների վրա քնացրեց։ Դալիլյան նրան Սամսոնին իր ծնկների վրա քնացրեց։ Եվ մի մարդ կանչեց եւ նրա գլխի 7 բաժինը մազերը ածիլել տվավ եւ սկսեց նրան տկարացնել։ Եվ նրա ուժը իրանից գնացել էր։ Եվ կինը ասեց. Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան, եւ նա քնից զարթնելով ասեց. դուրս գամ եւ առաջի անգամների պես թոթափեմ, բայց չգիտեր, որ Տերը իրենից գնացել էր։ Տեսեք, Աստված Սամսոնին 3 շանս տվեց, որ Սամսոնը հասկանա եւ արթնանա, աշկերին դեղ դնի։ Բայց Սամսոնը այդ 3 փորձառությունները, որ Դալիլյան նորից Սամսոնի համար ծուղակ էր պատրաստել, Սամսոնը նորից չընդունեց, նորից ընտրեց հաճույքը եւ ապրեց Դալիլյայի հետ, թողելով Աստծո խոսքը։ Եվ 4-րդ անգամ, երբ որ Դալիլյան նույն բանը կազմակերպում է, Սամսոնը ասում է հլնեմ սրանց հարցերը նորից լուծեմ, թող փախտեն գնան։ Բայց այդ անգամ արդեն Սամսոնը չգիտեր, որ Տերը օծությունը հեռացել է իրանից։ Եվ փղշտացիները նրան բռնեցին, եւ նրա աչքերը հանեցին, եւ նրան տարան ցած գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։ Ամեն։ Տեսեք, մեղքը ինչ անում մարդու։ Բռնեցին, կապեցին, տարան ինչ որտեղ, աչքերը հանեցին, ինչի աչքերը հանեցին, որ Սամսոնը էլ չտեսնի։ Ով է հասկանում։ Սատանայի նպատակն է քո աչքերը հանել, քեզ տեսիլքից զրկել, կտրել, որովհետև եթե քեզ տեսիլքից զրկեց, կտրեց, դու այլևս ոչ մի բան չես ունենա։ Նա քեզ կհիվանդացնի եւ դու չես առողջանա։ Այսօր շատ հիվանդներ կտրված են հոգևոր տեսողությունից։ Դրա համար չեն առողջանում, աղաչում են, լացում են, պաղատում են, չգիտեմ, ինչ անում են ու մեռնում են, որովհետև հոգևոր տեսիլք չունեն, որովհետև նրանք պետք է հասկանան Աստծո խոսքը, հավատան Աստծո խոսքով, որ Աստված շարժվի իրանց կյանքում։ Տեսեք, Սամսոնը արդեն պաղատեց, աղաչեց, բայց վերջ, կտրեցին, աչքերը հանեցին, կապեցին միտեղ, ասին Սամսոն ջան, դե մեր համար աշխատի։ Արքես մի քիչ հաց, մի քիչ ջուր, որ աշխատես։ Հացից ու ջրից եթե կտրեին, կմեռներ, բայց իրանց պետք էր մի հատ բանվոր, որ իրանց համար աղա, աշկերը հանեցին։ Սատանայի նպատակն է, սիրելիներս, այսօր քո աշկերը հանել, հոգևոր աշկերը,
որ դու չունենաս Աստծուց ոչ մի տեսիլք, որպեսզի քո մոտ ոչ մի հրաշք չկատարվի, որ չբուժվես, որ չբարձրանաս, որ չհարստանաս։ Հասկանում ես։ Այնց դրա համար Աստված ասում դեղ դիր աշկիդ, որ տեսնես, որովհետև եթե չտեսնես, քո մոտ ոչ մի բան չի փոխվի։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Սամսոնը տրվել էր հաճույքներին, թուլացել էր, կուրացել էր հոգևորապես, հետո կուրացավ ֆիզիկապես։ Նա ձեր կարծիքով գիտեր Աստծո խոսքը Սամսոնը։ Մովսեսի 10 պատվիրանքները գիտեր, օծյալ էր, բայց քնել էր իր հաճույքներով։ Միգուցե միտք էր գալի, Սամսոն ջան, մի անգամ ես ապրում, ահել քո կյանքը արա, բայելի ինչ ուզում ես արա, շնություն արա, բայել ինչու՞մ է կյանքի հետաքրքրությունը։ Սամսոնը այդ միտքը ընդունել էր։ Եվ այդ միտքը կատարում էր եւ նորմալ ապրում էր։ Մի ժամանակ 3 անգամ Տերը շանս տվեց, որ Սամսոն ուզում են քեզ սպանեն։ Այնքան էր հիմարացե թմրե, այտենց էլ չհասկացավ։ 4-րդ անգամ արդեն չստացվեց, ուժը հեռացել էր։ Նույն բանը մեր կյանքերում կարա լինի։ Տերը 1, 2, 3 անգամ քեզ հանում է չարիքից ու փորձություններից, հասկացնելով, որ աղջիկս, տղաս, ապաշխարի, աշկերի դեղ դիր, իմ խոսքին հետևի։ Գիտեմ, որ մեղքի մեջ հաճույք կա։ Գիտեմ, որ Դալիլյան շատ գեղեցիկ կին է։ Բայց դու մտածի դրա մասին, որ դա քեզ տանելու է հոգևոր կուրության եւ սպանության։ Գիտեմ, որ փողը լավ բան է։ Քաղցր բան է, որ ուշքու միտքը տվել ես փող աշխատելուն, բայց Աստծո խոսքը հիշի, որ կարևորությունը քո կյանքի փողն է, փող աշխատելն է, գիտեմ, բայց թեքվի ասուն, փող էլի գալու է քո մոտ, ինչքանը որ կհավատաս, ով է հասկանում, Տերը օծի օրհնի քեզ Հիսուսի անով, մի հետաքրքիր պատմություն կարդամ Ծննդոց գրքից Աբրահամի մասին, Ծննդոց 15:1-6 խոսքերը, առաջինից 6-րդ խոսքերը։ Այս բաներից հետո, տեսիլքում, որ բաներից հետո, երբ որ Ղովտը Աբրահամից բաժանվում է, Ղովտը գնում է Սոդոմա ապրում, Ղովտը գնում է փորձանքների մեջ, Աբրահամը գնում է փրկում, բերում է Ղովտի ունեցվածքը, Աբրահամը օրտված է, Ղովտը ընկած է, բայց Աբրահամը սերունդ չունի։ Եվ այս ամեն ինչից հետո տեսիլքում Եհովան խոսեց Աբրահամին, եղավ ասելով. Մի վախենա Աբրահամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ Եվ Աբրահամը ասեց. Ով Տեր Եհովա, ինձ ինչ ես տալիս։ Պատկերացնում եք, ինձ ինչ ես տալիս, քանի որ առանց զավակի եմ մնացել, եւ իմ տան տիրողը ահա Դամասկացի Եղիազարն է։ Նաև ասեց Աբրահամը, որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոցին ինձ ժառանգ կլինի, ընդոցին ինչ է, իմ տանը ծնված ծառան, իմ ծառայից ծնված ծառան, ինձ է ժառանգը, իմ ժառանգությունը ժառանգելու, ասում, Տեր ինձ ինչ ես տվել, այդքան բան կա, այդքան զորություն, այդքան մեծահարուստ էր Աբրահամը, կասես ինչ գիտես հով ջան, 318 զինվոր, իրա տանը ուներ Աբրահամը, այսօր հլը պատկերացրու 318 բանվոր, օրեկան պիտի կերակրես, պահես, վարձատրես, կարող ես, 3 բանվոր, կարող ես օրեկան վարձատրես պահես, դժվար է, չէ, Աբրահամը այն ժամանակ 318 զինվոր էր այդպես պահում ու միշտ, և այդ զինվորներով գնաց Ղովտի ունեցվածքը հետ բերեց, ամեն ինչ ունի, չէ որ կարողանում է պահի, կերակրի, բայց ասուն ասում է Տեր դու ինձ ինչ ես տվել, բան չես տվել, տեսեք Տերը ինչ ասում, նաև ասեց Աբրահամը, որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոցին ինձ ժառանգ կլինի, և Եհովան, և ահա Եհովայի խոսքը եղավ դեպի նրան ասելով, նա չի ժառանգի քեզ, այլ նա, որ քո մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգը, այսինքն քեզանից ծնվածը քեզ քո ժառանգը կդառնա։ Աբրահամը զարմացած նստած է։ Եվ նա դուրս հանեց նրան եւ ասեց. դեպի երկինք մտի կարա եւ աստղերը համարիր։ Եթե որ կարող ես նրանց համարել։
եւ ասեց նրան. այսպես կլինի քո սերունդը։ Տեսեք, Աբրահամը այդքան բաներ տեսնելուց հետո տխուր նստած իր վրանի մեջ, ուղեղը մթագնած ու չգիտի ինչ պիտի անի։ Լավ էսքան ունեցված, էսքան ամեն ինչ, բա ով է իմ ժառանգը լինելու, երեխա չունեմ։ Երբեմն մենք էլ նստած հավատացյալներս ոչ մի տեսիլք չունենք։ Աբրահամը տեսիլք չուներ։ Աստված Աբրահամին ասում է հələ դուրս արի վրանի միջից։ Հերիքա թույլ տա սատանեն լցնի ուղեղը բաներով այդ դեպրեսիոն մտքերով անհավատության, բացասական մտքերով։ Դուրս արի դուրս վրանից։ Աբրահամը դուրս եկա, ասում է երկինք նայի։ Նայում է երկինք, ասում է դե հիմա հաշվի։ Եթե կարող ես հաշվես, քո սերունդը այսքան շատ է լինելու։ Աբրահամը տեսիլք ստացավ։ Ու հետո Աբրահամը եւ նա հավատաց Եհովային եւ նա նրա համար արդարություն համարվեցավ։ Աբրահամը հավատված եւ այդ ամենը կատարվեց, մեր բառերով ասած։ Հիմա քո կյանքը, սիրելիս, դու տեսիլք չունես։ Դրա համար չի կատարվում քո կյանքում։ Դու երազանք չունես։ Աբրահամը երազանք ուներ, տեսիլք չուներ։ Աստված ուզում է, որ դու պատկերացնես։ Ինչ ես ուզում, պատկերացրու։ Տես, մտածի դրա մասին, երազի, որ դա կատարվի։ Թող Տերը հենց հիմա օծի ամեն մեկի տականջը եւ սիրտը, որ դուք հասկանաք, որովհետեւ ես նայում եմ թմրած նստած շատերը։ Չգիտեմ թե շոկ է դրա համար, մի քիչ էլ համբերեք, հեսա կվերջացնենք։ Ուղղակի Աբրահամի կյանքը։ Ես լսում եմ Հովիվ Յոնկիչոյի ծառայություններից մեկը, ասում եմ մենք կյանքում պապասել, ես էլ ասում եմ շատ ծայրահեղ աղքատության մեջ ենք եղել։ Ծայրահեղ աղքատ։ Ասում եմ գիտեք, պապաս փոքրուց ինձ ասում էր հարուստները կեղտոտ մարդիկ են, լավ մարդիկ չեն, չար են։ Ասում եմ այս մանկությունից իմ մեջ միտք կար, որ հարուստ մարդիկ չար են, լավ մարդ չեն։ Ու ասում եմ ես տես մեծացել եմ, որ հարուստ չենք լինելու եւ հարուստ մարդիկ չար են։ Ու ասում եմ ծայրահեղ աղքատության մեջ եկեղեցու հովիվ, ասում եմ ասեցի Տեր, բա ինձ երբ ես օրհնելու, ես ուզում եմ, որ ես օրհնվեմ։ Ու ասում եմ Տերը ինձ ասեց, որ դու արդեն օրհնված ես, բայց դու չես վերցնում այդ ամեն ինչը, որովհետև դու տեսիլք չունես։ Տեսիլք չունես, կուրացել ես, դու չես հասկանում։ Եվ ասում եմ Տերը ինձ բացատրեց, ամեն բան ունես, բայց չես կարողանում վերցնես, հոգևորապես։ Ասում եմ Տերը ինձ բացատրեց, որ սկսի հավատալ դրան։ Ինչ ես ուզում։ Լավ կոստյում, լավ մեքենա, ուզում ես։ Ուզում եմ Տեր, լավ տան մեջ ուզում ես ապրես, ուզում եմ։ Ասում եմ սկսեցի պատկերացնել, երևակայել իմ հագի շորերը, իմ վարած մեքենան, ու ասում եմ Տեր, փառք քեզ այդ ամեն ինչի համար, շնորհակալ եմ։ Կարճ ժամանակամիջոցում իմ հագի հանդերձները փոխվեց։ Իմ մեքենան փոխվեց։ Իմ տունը փոխվեց։ Ես սկսեցի օրհնվել բարձրանալ։ Ասում եմ ամբողջ աշխարհը երազում է, ասում է փառք Տիրոջ, ասում է Յոնկիչոյից եկեղեցին ինչ մեծ է, ոնց են կառավարում այդքան ժողովուրդ։ Ասում եմ նրանք չեն հասկանում, որ այդ եկեղեցու ժողովուրդը սկզբից ես իմ սրտի մեջ եմ ունեցել, երազել եմ, պատկերացրել եմ, երևակայել եմ ու նրանք հայտնվել են։ Հասկանում ես իմաստը։ Ասում եմ եթե քո սրտի մեջ չկա երազանք, չկա տեսիլք, Ասուս տեսիլք ստացի, Ասու խոսքը իրանով մեկ տեսիլք է։ Տեսիլքը դա քո երազանքներն են, քո նպատակներն են։ Եթե չունես նպատակ, չունես երազանք, դու ոչինչ չես ստանալու։ Մի հետաքրքիր պատմություն երեք ծառայությունից հետո Շանթի հետ էի խոսում, հետաքրքիր պատմություն եղավ իմ կյանքում, ուրեմն քանի երազում էի, սպասում էի, այդ ինչ որ տեսնում եք, որ մեծամորում ես ունեմ տուն, տեղ, տարածք, բակը, այդ ամեն ինչը ես երազել եմ եւ սրտիս մեջ պատկերացրել եմ ու հավատացել եմ, հաստատ համոզված, որ դա պետք է լինի, ու դա եղավ։ Երբ որ իմ տան այդ բակում այդ պարիսպներն ենք սարքում, հետև արտադրամաս եւ այլ, այդ ենք սարքում, ես չգիտեմ ինչի իմ բերանով ասի Տեր, էս էլ սարքեմ, օրհնի ինձ, էս էլ սարքեմ ու վերջ։ Ես մտածում եի Տիրոջ համար դժվար է, ու վերջ։ Ու իմ ձեռը մի հատ կլոր գումար կար, Տերը ասեց, ուրեմն դա կսարքես, կվերջացնես, այդ քո ձեռքի գումարին չես կպնի։ Ես դա սարքեցի, վերջացրի, այնքան
առատ պատվերներ ընդունեցի, որ այդ իմ ձեռի գումարին չեմ կպել։ Ամեն ինչը ինչ որ տեսնում եք սարքվե ավարտվել է, այս Տիրոջ խոսքով ուղղակի գործերը շատ ավելի լավ սարքվե ավարտվել է։ Ու դրանից հետո ասի Տեր, այդ է սարքեմ ու վերջ։ Ու դրանից հետո մոտ 8 տարի ես ոչ մի բան էլ չեմ արել, 8-10 տարի։ Ու ոչ մի բան էլ չի եղել։ Ու մի օր արթնաց ասի, բայց խի սենց որ։ Աստված ասես դու քո բերանով փակեցիր, ասիր սա էլ ու վերջ։ Դրա համար է դա էլ ու վերջ։ Բայց այնիշ կարելի է երազել առաջ խաղացում։ Հիմա ասածս ինչ է, սկսեք երազել, ուզենալ։ Մի կին մոտենում է Յոնկի Չոյին, իր օրինակներից եմ ասում, եկեղեցու անդամներից, ինչ-որ կրծքի քաղցկեղ է ունենում ու մահանում է։ Այդ կինը մահանալու հիվանդ է, արդեն մահանալու վրա է։ Մոտենում է Հովին, ասում է Հով ջան, սենց է իմ վիճակը, աղոթեք բուժվեմ։ Հով ասում է առողջ նկարներ ունես, ասում է հա, գնա ընտրի դրանցից լավը, բազմացրու, տար խփի քո տան ամեն սենյակներում, անգամ զուգարանում, եւ երբ որ ֆրաման գաս այդ տան մեջ նայ այդ նկարներին, ու ասա ես էս կինն եմ, ես էս մարդն եմ, ոչ թե հիմիկվա էս հիվանդ, մեր բարերով ասած ճլորած, ինչ որ մեկը, այլ ես էս եմ, Հիսուսի անով, Հիսուսի խոցերով ես բժշկված եմ։ Ասում այդ կինը գնում այդ նկարները ընտրում է, շատացնում, խփում է պատերին, ոնց մանագալի է դա տեսնում։ Իր միտքը սկսում է նորոգվել, ինքը տեսիլք է ունենում։ Ու սկսում է հրճակել, ես էս մարդն եմ։ Ու գալիս է եկեղեցի կատարյալ առողջ։ Յոնկի Չոյից եմ ուզում օրինակ բերեմ, ասում է մեծացել եմ, դե 80 քանի տարեկան, ասում է ոտքերս թուլացել է, երբեմն ուշքս գնում է, մեքենայի մեջ, ընկնում եմ։ Ու ասում է զգացի մեծացել եմ, բայց այդ ամեն ինչը սկսվեց, երբ որ ես իմ ծառայությունը թողեցի։ Գնացել եմ բժշկի ու բժիշկը ասում է, նայում է ինձ ասում է ոչ մի տենց հիվանդություն չկա, բայց ծեր ես, ծերության հիվանդությունն է։ Գնա կտակդ արա, որ պիտի մահանաս։ Գնաս երկի կտակ արա, եկեղեցին ում ես հանձնում, տունը տեղը ում ես հանձնում եւ այլ, կտակդ արա, որ մահանաս։ Յոնկիչոն ասում է եկա տուն, դե գիտեմ որ ծեր եմ, գիտեմ ասում է ոտքերս թուլացած է, գիտեմ ուշքս գնում է, բժիշկը նույն բանն է ասում։ Եկա տուն, ասի Աստված Տեր, ո՞նց անեմ, ինչ անեմ, ու Աստված ասեց, լսի, դու ամբողջ կյանքդ 4-րդ ձևաչափություն ես սովորեցրել մարդկանց։ Четвертое измерение ռուսերեն։ Հիմա քեզ ինչ ա եղել, որ դու քո ուսմունքները մոռացել ես, հələ քո ուսմունքները սկսի կիրառել քեզ վրա։ Ասում է, հենց այդ ժամանակ ես սկսեցի երազել, պատկերացնել, որ ես առողջ եմ, որ ես ամուր եմ, որ ես վերականգնում եմ 4-րդ ձևաչափը, դա գերբնական ձևաչափն է, ֆիզիկայի օրենքներից, գերբնական, որը մեր մտքի հետ է կապված։ Առաջի ձևաչափը A, B կետերն է, գիծն է։ Երկրորդ ձևաչափը հարթությունն է։ Երրորդ ձևաչափը բարձրությունն է։ Չորրորդ ձևաչափը դա գերբնական է եւ դա մեր մտքի հետ է կապված։ Աստված ուզում է, որ դու մտածես աստվածային խոսքով, Աստծո միտքը ունենաս, ոչ թե այս աշխարհի։ Աստված Յոնկի Չոյին ասում է, լսի, դու ապրում ես երրորդ ձևաչափով, ոնց այս ամբողջ աշխարհը, բնական։ Բայց դու բոլորին սովորեցրել ես 4-րդ ձևաչափը, գերբնական։ Հիմա սկսի գերբնականը ապրել, մոտավորապես 90 տարեկան մարդ։ Ասում է, սկսեցի գերբնականը մտածել, ինձ պատկերացնել առողջ, ինձ պատկերացնել ամուր, ոտի վրա ասենց, ասում է, կարճ ժամանակում մարմինս վերականգնվեց, ես ուժովացա ու այժմ ասում է ես այժմ ձեր առաջ կանգնած 100,000 տեղանոց դահլիճումա ձեր առաջ կանգնած ավետարանն եմ քարոզում այդ դրանից հետո արդեն վերականգնված ու բժշկված այնպես որ ասում է Աստված ուզում է որ մեր միտքը մտածի Աստծո ձևով ինչ է Աստված կամենում մեզ այտենց մտածեք բնականը այս աշխարհի բնական ձևով մի մտածեք Հիվանդները ասում են չեն բուժվում հավատացյալ հիվանդները, որովհետև իրանք ասում են հավատացյալ ենք, հավատում ենք, բայց չեն հավատում։ Հավատքը պետքա քո սրտի մեջ լինի։ Հավատքը դու պետք է տեսնես։
Եվ ընդհանրապես դու այն մարդն ես դառնալու, ինչ որ տեսնում ես, ինչ որ պատկերացնում ես, ինչ որ երազում ես, դու դա ես լինելու։ Հիվանդներ կան, հիվանդանում են, արդեն պատկերացնում են իրանց թաղումը, պատկերացնում են լաց ու կոծը, պատկերացնում են քիմիա արված, մազերը թափված, թուլացած, ընկած, մահանում են։ Մեկը ասում է, տեսա, մահացել եմ, զոքանչս չի եկել։ Ամբողջ ժողովուրդը մի կողմ, ասում է, թեքվի, ասում եմ, բա զոքանչը սուր է։ Զոքանչը չուներ, երևի ուզում էր մի հատ էլ առիթ գտներ կռվեր։ Սիրելիներս, սատանան նույն ձևով ձեր պատկերացումների մեջ տեսանյութ է տալիս բացասական։ Եվ ինչին դու հավատում ես, դա դառնում է իրական քո համար։ Աստված ոնց Աբրահամին տեսիլք տվեց։ Աբրահամ ջան, հերիք է դու նստես քո վրանի մեջ եւ սատանայի ստերին հավատաս։ Հələ դուրս արի վրանից, նայի աստղերին ու հաշվի այդքան զավակ ես, սերունդ ես ունենալու։ Տեսիլք տվեց։ Հիմա քեզ պետքա տեսիլք, դրա համար է Տերը ասում դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, որովհետև չտեսնես չես ունենալու։ Եթե չտեսնես, քեզ առողջ չես լինելու։ Դու պետքա պատկերացնես, պետքա երևակայես, ոնց Յոնկիչոն, ոնց են կինը, որ առողջացավ, ոնց այդ աղքատության այդ խնդիրը, եւ հայրս եւ մենք շատ ծայրահեղ ենք եղել աղքատ, բայց երբ որ ես խնդրեցի, հավատացի ավետարանին, ավետարանը ուզում է, որ մենք հարուստ լինենք ամեն բարի գործի համար, ավետարանը ասում միտքն է, ասում է, որ դու պետք է առողջ լինես Քրիստոսի վերքերով, դու հաջողակ պիտի լինես, ու դու դա պիտի հավատաս ու տեսնես, Գիտես, ես իմ օրինակը բերեցի, ես հավատացի տեսա այնքան եւ այդքան ունեցա, բայց դրանից հետո ասի բոլա ու փակվեց մոտ 10 տարի։ Հասկացար, մինչև չասես բոլա ինքը աշխատելու է, եթե երազես, ձգտես, դու կհասնես դրան։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Վերցնում ես այս խոսքը։ Սրանից հետո տեսեք Յոնկիչոյի կյանքը իրական թույլ էր, ծեր էր այդ մարդը։ Ուշքը գնում էր, թուլանում էր, բայց ինքը սկսեց 4-րդ չափանիշը կիրառել իր կյանքում, երազել, տեսնել, պատկերացնել, որովհետև դա Տիրոջ կամքն է, լավը, ու եղավ իր կյանքում։ Հիմա դու հիվանդ ես, ինչ-որ խնդիր ունես, ասում ես դե նորմալ է, սենց է, էլի։ Նա էլ ասում է դե մեծ մարդ եմ, սենց պիտի լինի, ու տենց էր լինում օրեցօր ավելի վատ։ Եթե դու անցնես գերբնական բաներին հավատաս, դա կկատարվի քո կյանքում։ Ամեն։ Սաղմոս 37։ Այս համարով ավարտում եմ։ Սաղմոս 37։ Փառաբանության խումբը կարող է պատրաստվել, գալ առաջ։ 3-ից 6 խոսքերը։ Տեսեք ասու խոսքը ինչ ասում։ Տիրոջը հուսա եւ բարի արա։ Պետքա բարի լինես, որ երազանքներդ կատարվի։ Բնակվի երկրում եւ հետևիր ճշմարտությանը։ Որն է ճշմարտությունը։ Ասո խոսքը։ Իսկ դու որտեղ ես բնակվում։ Երկրում։ Ով է Մարսի վրա բնակվում։ Այսօր եկել է հավաքույթ։ Իլոն Մասկը, նրա երազանքն է, չէ։ Դրա համար Տիրոջ խոսքը ասում է. Տիրոջը հուսա եւ բարի արա։ Աշխատի բարի ապրես, բարի անես, բնակվի երկրում, ուզես չէ ուզես, դու բնակվում ես երկրում, հետևի ճշմարտությանը, ճշմարտությունը դա ասո խոսքն է, դեղն է, որ դնես աշկիդ, ցնծա Տերով եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները, ինչը, սրտի ուզածները, այսինքն են չի մտքի ուզածները, մտքով կարող է երեխու հետ մտնում ես խանութ, ասենք թե փոքր երեխա լկստված, ինչ տենում ուզում է, չէ։ Ինչ տեսնում ուզում է։ Դեն չի Աստված տալի։ Աստված տալիս է այն, ինչ որ քո սրտի մեջ կա։ Նայեք, ցնծա Տերով նշանակում է մխիթարվի Տերով, ուրախացի Տերով, ցնծա Տերով եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Ինչ ես ուզում։ Սրտիդ մեջ պիտի լինի։ Դա երազանք պիտի լինի, դա պատկերացում պիտի լինի, դա պետքա երևակայես, դու տեսնես արդեն, դու պետքա դրան սպասես արդեն, եւ դա միայն դա Տերը քեզ տալու է, եթե դու Տիրոջը հավատաս եւ ցնծաս,
Ով հասկան։ Եթե դու սա բռնես, դու օրտված ես ելնելու այսօրվանից։ Քո կյանքում փոփոխություններ ա լինելու։ Դու տխուր չես, դու չեք բռնում շատեր։ Ես նայում եմ դուք տխուր, թմրած չի մտնում ստեղ։ Պետք է միտքդ նորոգվի եւ ստեղից ընկնի սիրտդ։ Ինչի մասին որ շատ ես մտածում, ստեղ աղում է եւ իջնում է սիրտդ։ Հոգեվորի մասին է խոսքը։ Դրա համար երազանքներիդ մասին մտածի, երազի, սպասի, պատկերացրու, որ լինի քո համար, ու կլինի։ Տաստված որ լինի։ Գիտես, մեկ նեղանում եմ ձեզանից, ասում եմ, ես մեր ժողովուրդը, եթե այն ինչ որ ես սովորեցնում եմ, լուրջ ընդունի եւ ապրի, անի, իրանց կյանքը կփոխվի։ Հիմա կտեսնենք կարգին բիզնեսմեններ, կարգին առողջ մարդիկ, փարթամ, ուրախ, սենց ամեն ինչով։ Ու ես էլ որպես հովիվ կուրախանամ, որովհետև գիտեմ, որ իմ տված ուսմունքներով դուք օրհնվել եք։ Ես նայում եմ մարդիկ 10 տարի նույն ձևի սենց, ծերը ծերին։ Նշանակում է դու չես հավատացել։ Նշանակում է դու ձեռի հետ դու համաձայնվել ես, որ Տերը կարող է անի, բայց դու չես հավատում, որ քո կյանքում կարող անի։ Դու համաձայնվել ես, որ Տերը ամենակարող է, բայց քո անձնական կյանքի համար ոչ երազանք ունես, ոչ նպատակ ունես, ոչ տեսիլք ունես, այդ դրա համար էլ չի լինում։ Աբրահամին արթնացրեց, ասեց դուրս արի, հելա հերիքա։ Հիմա Տերը նույնը ասում է քեզ, վրանիցը դուրս արի, երկինք նայի, սկսի երազել, սկսի հավատալ, սպասել, ու ինքը կլինի։ Իհարկե այդ ամեն ինչից հետո մի քանի տարի էլ անցավ, նոր ունեցավ Աբրահամը։ Երևի իր հավատքն էր փորձվում։ Ուրեմն Տիրոջը ցնծա Տերով եւ նա կտա քո սրտի ուզածները։ Ով կարող է ցնծալ Տերով։ Երեք մեր շանթին հետ ենք խոսում նորից երեկոյան, դեղց էս տարի շատ էժանա։ Շանթն էլ դաշտեր ունի, շատ էժանա, 100 դրամ, չէ Շանթ։ Շանթը սպասել է ամբողջ տարի, որ դեղցը գոնե մի 500 դրամ տելնի, որ իր երազանքներին հասնի, ինչ որ բաներ կա, դե ամեն ինչին պատասխանատալի արծաթ է։ Մեր կյանքերում լինում է ասենց բաներ, որ մենք սպասում ենք մի բանի, բայց ոնց որ թարս ալնում։ Ասո խոսք ասում է մի վատ զգա, ցնծա Տերով։ Ուրախացի, պատկերացրու, այն ինչ որ ուզում էիր առնեիր, եթե դեղցը լիներ 500 դրամ, հավատա, որ այդ ամեն ինչ առնելու ես, անգամ եթե դեղցը 100 դրամ է։ Ամեն։ Ցնծա, պատկերացրու, սպասի ու ինքը կլինի։ Առողջության հարցերում նույնպես։ Ուրեմն ցնծա Տերով, նա կտա քո սրտի ուզածները։ Տիրոջը հանձնի քո ճանապարհը եւ նրան հուսա եւ նա կկատարի։ Ինչ գործ բռնել ես, ինչ նպատակ ունես, բեր Աստծո առաջ։ Ասա Տեր, այս հարցերի համար խնդրում եմ օգնիր ինձ։ Հավատա, որ Տերը կօգնի քեզ։ Գործերը, ճանապարհը դուրս ես եկել, որպեսզի դիմացի մայթից ինչ որ մեքենա չթռնի ու խփի քեզ։ Դևերը կարան տես բաներ անեն։ Խնդրի ասա Տեր, ճանապարհս հանձնում եմ քեզ, պահի օրհնի, որպեսզի անգամ հիմա ստեղից որ դուրս կգաս, թող Տերը օրհնի քո ճանապարհը։ Որովհետև այս հայտնության խոսքերը դևերը կատաղում են, որ դուք լսում եք։ Որովհետև իրանք գիտեն, որ դու հաղթելու եք։ Դրա համար ճանապարհները հանձնի Տիրոջը եւ նրան հուսա եւ նա կկատարի։ Անփորձանք կլնես։ Եվ քո արդարությունը Տերը դուրս կհանի լույսի պես եւ քո իրավունքը կեսօրվա պես։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Տերը օրհնի ձեզ։ Այս խոսքը ես հավատում եմ, որ ինտերնետում կլինի։ Մի հատ տանը ուղակի ազատ, սենց հանգիստ, նստի աղոթի, լսի եւ հավատում եմ, որ հայտնություններ կառնես, կիրառես քո կյանքում եւ դուրս կգաս քո վրանից, ինչպես Աբրահամը դուրս եկավ, տեսավ եւ դարձավ ազգերի հայր։ Գիտենք, չէ՞ որ Աբրահամը հիմա ազգերի հայր է, հավատքի հայր։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք փառաբանենք, Աստծո հետ լինենք եւ վերջում ես կմիանամ կաղոթենք։
Տեսեք որ լույսն է գալիս, ժամն է ահա գալիս է նա մեզ տուն տանելու, և փառքը նրա կտեսնի աշխարհն ամբողջ, ժամը նրա կտեսնի աշխարհն ամբողջ, երկրի վրա ապրող ազգերը պիտի տեսնեն, երբ Տերը մեր գալիս է հետ մեզ տուն տանելու, երկիր հալելույա, երկիր հալելույա, երկիր հալելույա, արքային, երկիր հալելույա, երկիր հալելույա, երկիր հալելույա, արքային, խամարի որդի լսեք արքան մեկնչում, և խոսք Աստծո գործում է ողջ երկրի վրա, աշխարհի որդի, տեսեք որ լույսն է գալիս, ժամն է ահա գալիս է նա մեզ տուն տանելու, և փառքը նրա կտեսնի աշխարհն ամբողջ, և սերը նրա կտեսնի աշխարհն ամբողջ, երկրում ապրող ամեն մի մարդ պիտի դողա և իր խոսքն ասի, այո կամ ոչ, դժոխք թե դրանք, իսկ մենք ասում ենք այո, հալելույա, այո, հալելույա, այո, հալելույա, արքային, այո, հալելույա, այո, հալելույա, այո, հալելույա, արքային։ Հարկ ու պատիվ քեզ Տեր Հիսուս, որ մեզ սովորեցնում ես, որ մեզ առաջնորդում ես։ Մենք խնդրում ենք ողորմա ամեն մեկից Տեր, եթե մեր աչքերը հոգևորապես կուրացել է եւ մենք այլևս չենք տեսնում։ Եվ մենք ապաշխարում ենք քո առաջ եւ մենք խնդրում ենք ողորմա մեզ, որ մեզ համար Տեր ջան զբաղմունքները ավելի կարևոր են դարձել, քան թե քո խոսքը։ Եվ մենք խնդրում ենք, որ դեղ դնես մեր աչքերին, օծես քո ժողովուրդը, որ նորից սիրի կարդալ Աստվածաշունչը, մտածել, տեսնել, երազել։ Տեր, ես խնդրում եմ, որ ամեն մեկին Տեր ցույց տաս, տեսիլք տաս, որ ամեն մեկը սկսի տեսնել, երազել, եւ դու տաս ամեն մեկի սրտի ցանկությունները փառավոր Տեր։ Շնորհակալ ենք։ Մենք խնդրում ենք օգնես քո ժողովուրդը, քո եկեղեցին, ովքեր էլ որ չեն պատկերացնում, անտարբեր են, տեսիլք չունեն, երազանք չունեն, ցանկություն չունեն, կամ թե ունեն, բայց հավատք չունեն։ Ես խնդրում եմ Տեր, որպեսզի օգնես քո ժողովուրդը ամեն հարցերում, բժշկես մեր հոգու ականջները, մեր հոգու աչքերը, որ մենք եւ տեսնենք, եւ լսենք, եւ հասկանանք, եւ Տեր ջան լինենք օրհնված։ Ումը որ առողջություն է պետք, Հիսուսի անունով թող գա առողջություն։ Մեզ ովքեր որ մեզ դիտում են ինտերնետով, մենք աղոթում ենք նրանց համար, եթե հիվանդ են, փառավոր Հայր Հիսուս Քրիստոսի անունով, ես աղոթում եմ, որ հենց հիմա քո Սուրբ Հոգու բժշկարար օծությունը իջնի նրանց վրա եւ նրանք լինեն Հիսուս Քրիստոսի վերքերով բժշկված։ Եվ այստեղ գտնվող ամեն մարդ Հիսուսի խոցերով մենք հռչակում ենք, որ բժշկված է, եւ մենք խնդրում ենք Սուրբ Հոգի ցույց տուր դա մեզ, որ մենք տեսնենք, պատկերացնենք, հասկանանք եւ սպասենք դրան, Տեր ջան, հավատքով։ Հալելույա, փառավոր Աստված։ Օծիր քո ժողովուրդը, Տեր։ Աբրահամի պես Տեր, ես աղոթում եմ, որպեսզի Տեր իրականում դուրս անես ամեն մեկին իր վրանից, իր դեպրեսիաներից, իր վախերից, դուրս հանես Տեր ջան եւ հավատքով եւ խաղաղությունով եւ ուրախությունով լցնես, որ ամեն մարդ սկսի քեզանով մխիթարվել, ցնծալ, ուրախանալ
եւ սпасել իր երազանքներին եւ որպեսզի այդ երազանքները դու կատարես։ Մենք գիտենք, Տեր, որ դու ամենակարող Աստվածն ես եւ դու ամեն բան կարող ես, Տեր։ Եվ ես խնդրում եմ Սուրբ Հոգի Աստված, որ օծես քո ժողովրդին հիմա, հավատքով լցնես։ Նրանց սրտերի մեջ, Տեր, թող կան տեսիլքներ, երազանքներ եւ սկսեն իրականանալ փառավոր Աստված Հիսուսի զորավոր անունով։ Սա Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր ինձ, ողորմա ինձ իմ անմտության համար, իմ հոգևոր կուրության համար, իմ սխալ զբաղմունքների համար, իմ մեղքերի համար, ողորմա ինձ։ Հալելույա, Տեր, ողորմություն արա քո ժողովրդը եւ օծի նրանց հոգու աչքերը, Տեր։ Խոսի նրանց, որովհետև նրանք քո ժողովուրդն են, Տեր։ Օրեդի պրեդրիգրեֆիկիա ֆոլորոֆադա, իջե դպրանდა ցույց տուր մեզ, որ տեսնենք, որ սպասենք, որ պատկերացնենք, երևակայենք այն ամենը, ինչ որ ունենք քո մեջ, որպեսզի դա ամեն բան իրականանա ամեն մեկի կյանքում։ Ով որ տան կարիք ունի, մենք աղոթում ենք, Տեր, որ նրանց տուն տաս։ Ով որ նոր մեքենայի կամ մեքենայի կարիք ունի, մենք աղոթում ենք, Տեր, որ օրհնես եւ տաս, Տեր ջան։ Ով որ ֆինանսների կամ աշխատանքի կարիք ունի, մենք խնդրում ենք, որ ճիշտ աշխատանք տաս եւ քո չափով, ինչքան որ դու որոշել ես, որ մարդը կմնա հոգեվոր, այդքան ֆինանսներ, Տեր, ամեն բարի գործի համար։ Օլեֆ ռադը շակյավալարոֆովալարաբրեդո։ Հալելույա, հալելույա, մենք հավատում ենք, փառավորում ենք, սպասում ենք, Տեր, թարմ եւ նոր հրաշքների։ Ով է սպասում թարմ հրաշքների։ Փառք Տիրոջը։ Տերը օծի ձեզ, օրհնի ձեզ Հիսուսի անունով։ Սպասեք ու լինելու է։ Դու պետքա բարձրանաք։ Աստված ուզում է, որ դուք առողջ լինեք, կատարյալ առողջ, եւ ձեր ցավերը կամ հիվանդությունները ասուտ չեն։ Սատանայից են, ուղղակի դու պետքա տեսնես քո առողջությունը եւ ստանաս դա, վերցնես դա հավատքով։ Պատկերացնես, տեսնես, հիշեք այն նկարա, այն կինը, որ նկարները բազմացրեց։ Նա տեսնում էր իրան այդպես եւ հավատում էր եւ սպասում էր եւ դարձավ։ Քո կյանքը կապված է քո մտքերից եւ քո լեզվից։ Ինչ որ կպատկերացնես, ինչ որ կխոսես, նա էլ կդառնաս։ Ես կարդացի այն մասը, որ Աստված ասում է, դու ասում ես հարուստ եմ, ոչ մի բանի կարոտ չեմ, բայց դու կույր ես, թմրած ես, բայց դու աղքատ ես, թշվառ ես, սոված եւ մերկ ես։ Այսինքն դա ապագայի բաներն էր Աստված ասում։ Եթե դու շարունակես անտարբեր լինել Աստծո խոսքին եւ դեղ չդնես քո աշկերին, Սամսոնի վիճակը ում դուր եկավ։ Սամսոնը դարձավ այն, ինչ որ իր մտքերն էր եւ իր ցանկությունները։ Ժամանակի ընթացքում հասավ դրան։ Եթե դու ուզում ես Սամսոնի պես դառնաս ապագայում, ուրեմն անտարբեր եղի Աստծո խոսքին։ Բայց եթե դու ուզում ես Աբրահամի պես լինես եւ դառնաս օրտված մարդ, ուրեմն դեղ դիր աշկերիդ որ տեսնես։ Սկսի երազել, սպասել, մտածել եւ կդառնաս դու այդ մարդը։ Հավատքը այսպես է գործում։ Հավատքը չի գործում, երբ որ սրտիդ մեջ ոչ մի բան չկա ու դու 10 տարի ապրում ես։ Ես իմ օրինակը բերեցի։ Սրտիս մեջ ոչ մի բան չկար։ Ես կուշտ էի, բավարարված էի, որ դրա համար 10 տարի մոտավորապես ես ոչինչ չավելացրեցի իմ կյանքում եւ դրա համար Տերը ասես դու ես փակել։ Բացի, սկսի նորից Յոնկիչոյի պես հավատալ։ Հասկանում ես, երբեմն մենք մի հատ կոշիկ ենք ունենում, ասենք բոլա։ Ես ինձի ծով է։ Մի 5 տարի։ Վերջ փակեցիր։ Բայց այսօր այն ժամանակն է, որ կարող է 15 հատ դու կոշիկ ունենաս եւ ամեն քո շորի հետ մի հատ հագնես, չէ՞։ Տարբեր գույների, չգիտեմ։ Դրա համար սկսի հավատալ, ու Տերը ուզում է տենց լինի։ Դա ագահություն չի։ Տերը ուզում է, որ իր ժողովուրդը լավ հագնվեն, լավ ուտեն, լավ ապրեն, լավ մեքենաներ ունենան։ Դա Տիրոջ ուզածն է, դա Տիրոջ միտքն է եւ առողջ լինեն։ Հիմա դիր քո մեջ Տիրոջ միտքը մտածի եւ վայելի, փառք Տիրոջը։ Մինչեւ մտնես երկինք։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, մարդ կա, որ առաջի անգամ այստեղ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ չի ընդունել։ Մենք ուզում ենք ձեզ հրավիրենք առաջ, ձեր համար աղոթենք, օրհնենք։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։
Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։